մի քանի օր առաջ սոցիալ նախարարության եւ ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն այն վարկերը, որոնք տարբեր բնակապահովման տարբեր աջակցությունների ծրագրերում, այդ թվում նաև Արցախից տեղահանվածների բնակապահովման աջակցության ծրագրում, ովքեր կդիմեն սերտիֆիկատի համար, բայց լրացուցիչ վարկի կարիք չեն ունենա, այսինքն եւ վարկի մայր գումարը եւ տոկոսագումարը կվճարվեն պետության կողմից, ապա այդ դեպքում տվյալ անձի վարկունակությունը այդ մարդկանց մեջ տարածված սև ցուցակում գտնվելու հանգամանքը հաշվի չի առնվի, բայց մենք այստեղ պետք է ունենանք դիտարկում։ Դա բավականին փոքր թվով անձինք են, որոնք ստացած սերտիֆիկատի շրջանակում կարող են բնակարան ձեռք բերել։ Հիմա այն մարդիկ, որոնք ստիպված են այլ միջոցներ ներգրավել կամ հենց լրացուցիչ վարկ վերցնել, որը ծրագրով նախատեսված է, բանկը դրա համար դեռևս կարգավորումներ չունի եւ հաստատի ստացվում է, որ ելի մեծ թվով մեր հայրենակիցների համար ծրագիրը մնում է, բայց բացի դրանից վարկունակության գնահատման հիմքում ընկած է եկամուտը։ Արդյոք տեղահանված մեր հայրենակիցներն ունեն բավարար եկամուտ, որպեսզի կարողանան վարկով բնակարան ձեռք բերել։ Վերջին հարցը, ձեր քայլերը որոնք են լինելու, վրանային տարբերակը տեսանք, դրանից հետո ինչ-որ որոշակի փոփոխությունների գնաց կառավարությունը, հիմա նորից վերադարձել է իր հին որոշմանը։ Եթե չգնան ընդառաջ այս տարբերակով, կարող է նորից վրան տեղադրել կամ ավելի ռադիկալ քայլերի գնալ։ Չեմ կարող ասել վրանի շարունակությունը ինչ կարող է լինել, դա կխնդրեի հարցում անեք վրան տեղադրող միավորմանը, ես այդ խորհրդի կազմում ընդգրկված չեմ եղել, հիմա ասեմ մեր հետագա քայլերը կլինեն, թե ինչ արձագանք կտա կառավարությունը այս նամակին, որովհետև այստեղ պարզ հասարակ մարդկային լեզվով գրված է այն հիմնական խնդիրը, որ ունի տեղահանվածը, պարզապես կեցության խնդիր լուծենք։ Եթե այդ կեցության խնդիրը չլուծվի, տեղահանվածների մեծ մասը հայտնվելու է դրսում եւ նամակում եք ուղղելու Մանավե Նիկոլ Փաշինյանի հենց կառավարության, ամբողջ կառավարության կազմին ենք ուղղել, որովհետև մենք մտածում ենք, որ ամբողջ կառավարությունն է պատասխանատու, ամբողջ կառավարական կաբինետը պատասխանատու է, որպեսզի տեղահանված փախստական մարդը, ում կառավարության որոշումով ճանաչել են Հայաստանի Հանրապետությունում փախստական, որպեսզի ունենա արժանապատիվ կյանք Հայաստանի Հանրապետությունում։